Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Օրերս Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ մենք անելիք չունենք Եվրոպայում, որ Հայաստանը այնտեղ զարգացման տեղ չունի։ Անկախ Հայաստանի վարչապետերից մեկը, որը ղեկավարել է երկիրը 90-ականների դժվարագույն շրջանում, այսօր բառ առ բառ կրկնում է Կրեմլի քարոզչության մատուցած թեզերը։ Սա պարզապես կարծիք չէ, սա Կրեմլի քաղաքական դիրքորոշում է մի երկրում, որը Ռուսաստանի պատճառով կորցրեց անվտանգային համակարգը, որոշակի տարածքներ եւ ինչ-որ առումով ինքնիշխանությունը, իսկ զարգացման առումով տարիներով հետ ընկավ։ Երբ նման թեզը բարձրաձայնում է ոչ թե պատահական փորձագետ կամ վերլուծաբան, այլ պետությունը ղեկավարած գործիչ, այն արդեն դառնում է ոչ թե անհատական դիրքորոշում, այլ պետական մտածողության խեղաթյուրում եւ հանրային իրազեկվածության վտանգավոր մանիպուլյացիա։ Եվրոպայից բան չունենք սովորելու։ Ինչպես կասեր դասականը, իրոք, եթե որևէ մեկը կարծում է, թե Հայաստանը չունի դասեր վերցնելու Եվրոպայից, ապա կամ չգիտի, կամ չի ուզում տեսնել հետևյալը։ Եվրոպան այն տարածաշրջանն է, որտեղ գործում են ժողովրդավարության ամենաբարձր չափանիշները։ Եվրոպան այն տարածքն է, որտեղ մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե խոսքով, այլ համակարգային մեխանիզմներով։ Եվրոպան այն շուկան է, որի հետ տնտեսական ինտեգրումը կարող է բազմապատկել Հայաստանի հնարավորությունները։ Եվ վերջապես Եվրոպան այն աշխարհաքաղաքական միավորումն է, որը երբեք հանուն իր շահերի չի զոհաբերել Հայաստանը, ինչպես դա արել է մի քանի անգամ Ռուսաստանը։ Պնդել, թե Հայաստանը անելիք չունի Եվրոպայում, նշանակում է փորձել Հայաստանը փակել մի աշխարհում, որտեղ քո սահմանները որոշում է Մոսկվան, քո անվտանգությամբ որպես լծակ խաղում է, իսկ քո ապագայի վրա վետո է դնում։ Վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ որոշ նախկին եւ ներկա գործիչներ բացահայտորեն առաջ են մղում ռուսական քարոզչության թեզերը։ Ռուսը մեր փրկիչն է, Եվրոպան մեզ ոչինչ չի տալիս եւ այլ տարիներով հնացած ու մեզ ծանոթ բառապաշարով։ Դա կարող է նշանակել երկու բան. կամ այս մարդիկ անկեղծորեն չեն պատկերացնում ժամանակակից աշխարհը եւ մնացել են 90-ականների քաղաքականության տրամաբանության մեջ, կամ գիտակցաբար աշխատում են ռուսական օրակարգով, փորձելով նորից Հայաստանը պահել ռուսական թակարդում։ Երկու դեպքում էլ վտանգը նույնն է։ Այս մարդիկ Հայաստանի պետական մտածողությունը փորձում են հետ մղել այն հարթակ, որտեղ տարիներով խեղդվել է Հայաստանի ինքնիշխանությունը։ Այսօր Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ մնալ փակ ֆորպոստային տարածք, թե վերադառնալ քաղաքակիրթ աշխարհ։ Եվ այս ընտրության պահին ռուսական թեզերը կրկնող գործիչները միայն մեկ բան են անում՝ փակում են Հայաստանի ապագայի դռները։ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը այս առումով պարզապես տեսակետ չէ։ Սա օրինակ է այն մասին, թե ինչպես են նախկին համակարգի ներկայացուցիչները Հայաստանի ուղենիշը փորձում պահել դեպի անցյալ, այլ ոչ թե ապագա։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։